Ինձ սիրուն է կարմիր գույնը։ Բողոքն է շատ սիրուն գույներ է տալիս։ Բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ոնց եք, դե լավ կլինեք, ես էլ եմ լավ սիրելիներս, բարի օր բոլորիս համար, բարի օրհնյալ օր բոլորիս ընտանիքներում, սիրելի հետևորդներ ջան, այսօր արտացել եմ, ասում ինչ պատրաստենք, այսօր ինչ կարելի է պատրաստել, ամեն օր ինչ պատրաստենք, ինչ թխենք, ինչ եփենք, էտա սիրելի հետևորդներ ջան, բայց առաջինը հիշացնեմ, չմոռանաք բաժանորդագրվել, լայքել, սեղմել զանգակ կոճակը, տարածել, սիրելիներս, ես ձեր մեկնաբանությունների համար շատ շնորհակալ եմ, բոլորից շատ սիրում եմ սիրելի հետևորդներ ջան, ինչ ենք պատրաստելու եմ մի հատ շատ համեղ, մարուլով, կարմիր պուճուր բողկով, ինչ ասեմ, խառը, գազարով, կարմիր պղպեղ, կանաչ պղպեղ, սոխ, խառը մի հատ շատ համեղ աղցան ենք պատրաստելու, մի գարնանային աղցանը, տենց ասենք, դե գնացինք։ Սիրելիներս, առաջինը սկսում եմ գազարից, ուզում եմ, որ այն բարակ, որ լինում է, տենց լինի, տեսնենք, տենց է լինելու, թե կարկ է լինելու։ Մեջ կլնի, լավ սենց անենք, այս սենց անենք, ժամանակ չկանում ձևերի հետևից ընգնենք, հլա տեսնենք, ինչքան է մեր գազարը հերիքա, թե էլի պտի բացենք, այդ եսի ոնց են բացում, հաղեսա, չէ, լավ էլ եղել է սիրելի հետևորդներ, բայց կարելի է մի քիչ էլ պատրաստել, մի հատ էլ քերել, էդ էլ կքերենք եսա, սիրելի հետևորդներ ջան, սիրելի հետևորդներ, բազուկ էլ քերեց, հիմա սխտորն եմ քերում, երևի մի պճեղը հերիք է, երկու պճեղ էի վերցրել, բայց ոնց տեսնում եմ մի պճեղը հերիք է, այսպես, կարմիր սոխներ կտրտեցինք, ընդհանրապես աղցանների մեջ կարմիր սոխ պետք է լցնենք, ինքը և առողջարար է, և շուտ փափկում է, կարմիր պղպեղը կտրտենք, մենակ մռոչ լինի, ասեցին, որ մռոչ է, այսենց բարակ կտրտենք,
սենց ավելի փափուկ է կտրում, քան երկուսը իրար հետ։ Կարմիրից բրծանք ոնց որ։ Կանաչ պղպեղը կտրտենք։ Կանաչն կտրտեցինք, վերջացրինք։ Իսկ մեկն վարունգն ենք կտրտում։ Լոլիկը կտրտենք, ասեմ, որ բոլորը լվացած պատրաստ էր։ Հիմա այս լոլիկի մեջից կջոկենք, այս ջրային մասը կհանենք, այս ջրային մասը։ Այսինքն չեմ ընդեղ գցում, հես աստեղ, որ շատ ջուր չլինի, էլի, ջուր չհավաքի։ Ինքն իրան դուրս եկավ։ Սա էլ սենց, ոնց որ այր, լոլիկից էլ լոլիկն էլ վերջացրինք։ Գելիներս հիմա մաղադանոզը կտրտենք բորշի համար, որովհետև համարյա բորշը պատրաստ է, որ մաղադանոզ լցնենք։ Մի 5 րոպեից արդեն կանաչին կլցնենք, որտև կարտոֆիլը եփած է, նրբել են համարյա եփած, որշի համար։ Հարգելիներս հիմա կտրատում եմ բողկը, բայց ասեմ լավ էր գծու բողկա, սի 3 մասի բաժանեմ։
սիրելի հետևորդներ, ողքներ կտրտվեցին։ Հիմա գիտեք ինչ եմ, մեկ էլ կտրտում ենք ողքի տերևները, ասում են շատ համեղ է լինում, ես չէի իմանում այսքան ժամանակ, իմ հետևորդներից Ֆլորան ասեց, որ շատ համեղ է լինում։ Դե փորձենք տեսնենք ոնց է լինում։ Շատ մանր չեք կտրում, ոչ է շատ խոշոր եմ կտրում։ Սր ողքի թևիկները։ Ստեղ մնաց կտրտենք մաղադանոս, էլի չկա, տնեմ համեմ կա, ոնց որ համեմ չկա, մաղադանոսն է։ Դել միջուղ սամիթ, հա, սամիթ էլ կտրենք ոչինչ։ Այդ շուտովին։ Ստեղ մնաց սիրելի հետևորդներ, մարուլը կտրտենք։ Ու վերջացնում ենք դժվար գործը։ Ոնց որ կարող է փոքր լինի, թե չէ։ Փոքր կլինի, կտեղափոխենք։ Տարան փոխը, հեսա կփոխենք սիրելի ջան։ Ուրեմն սիրելի հետևորդներ, կլցնեմ սոյա, իհարկե սոյան աղի է, համը կտեսնենք նոր ավելացնեմ զեյթունի ձիթապտղի յուղ, նայեք տեսեք, որ ձիթապտղի յուղ է։ Կավելացնեմ մի քիչ կարմիր պղպեղ, մի քիչ սև պղպեղ։ Երևի էլ բան չմոռացանք, չէ։ Որպեսզի մի քիչ թթվաշ լինի, պետք է մի քիչ քացախ ավելացնենք։ Այսօր մեր քացախը քացախ չի, այն շշի մեջ է, թե վերջացել է քացախը։ Այդ մի քիչ պետք է մեջ լինի։
ասես մեջի բանն ընկավ։ Տակինն է մնացել, պետք է զգուշ լցնենք, որ չընկնի։ Վիտամիններով հարուստ աղցան ստացանք։ Մի քիչ տեսնենք, ոնց է։ Մի րոպե։ Սոյան քիչ է լցվել։ Աղի համն եմ ուզում տեսնում։ Ոնց տեսնում եմ, պետք է աղցանը։ Գուցե քացախ լցնենք, որ ինքդ հաշվի լինի։ Որ իսկական աղցանի համը զգանք։ Ոնց համը տեղն է գալիս։ Մի քիչ էլ աղվերցնեմ։ Լավ խառնենք։ Լավ է։ Մի քիչ զեյթունի լցնենք։ Հատ էլ համ տեսնենք։ Լավ է։ Թող մի քիչ թողնենք, համերը լավ խառնվի իրար, նորից կհամտեսնենք։ Իրանը փակենք, տնենք մի կողմի վրա։ Հետո նորից կմիանանք։ Հարգելիներս, տեսեք ինչ սիրուն գույն ունի, համն էլ տեղը, անչափ համեղ աղցան ստացանք սիրելի հետևորդներ ջան։ Հարգելիներս, անցել է կես ժամ, մեր աղցանը թողել ենք, որ մի լավ համերը խառնվի իրար։ Տեսեք ինչ սիրուն գույներով աղցան ենք ստացել սիրելի հետևորդներ, մնում է համտեսենք, տեսնենք ինչպես է։ Ինձ որ մի քիչ ալանի է։
Հատ լավ խառնենք, բայց շատ ընտիր համ ունի։ Վիտամիններով հարուստ։ Այս հիմա համ եկավ տեղը սիրելի հետևորդներ ջան։ Ոյ, չգնի։ Սիրելիներս, դե եթե ձեզ դուր եկավ իմ այս աղցանը, այսքան ամեն ինչ վիտամիններով հարուստ մթերք եմ լցրել, դուք էլ պատրաստեք, տեսեք ձեր մոտ ինչպես է ստացվում։ Բոլորից շատ-շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակից, տեսություն ձեզ։